Այսօրվանից Ազատության հրապարակում նստածույց են սկսում արցախցիները։ Ճիշտ է։ Հանրահավաքի օրվանից։ Հանրահավաքի օրվանից։ Դա նստածույց անողների որոշումն է, թե կա ավելի լայն շրջանակի որոշում։ Ընդհանուր առմամբ հետևյալն ասենք, որ երբ որ պահանջագիրը հանրահավաքից հետո ներկայացվել է կառավարությանը, իսկ հենց հանրահավաքից անմիջապես հետո այդ խորհրդի մասնակիցների կողմից կառավարության շենքում հենց հանձնվել է հատուկ ներկայացուցչին եւ դրանից հետո ասվել է, որ մեկ շաբաթվա ընթացքում կպատասխանեն պահանջագրի մեջ դրված ներառված պահանջներին։ Դրանից հետո որոշվել է, որ վրան է տեղադրվում Ազատության հրապարակում, որտեղ որ կմնան մարդիկ, մինչև որ այդ հարցերի պատասխանները կտրվեն։ Ոչ բոլորն են նստածույցի հանրահավաքի մասնակիցներից նստածույցին մասնակցում, բայց նրանք, ովքեր որ ցանկություն ունեն, օրվա ընթացքում անընդհատ կարող են գալ, գնալ, քննարկումներ է լինում, այսօր օրինակ կազմակերպվել է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ քննարկում, որը նպատակ ունի ուղիղ ցույց տալու, խորհրդակցություններ անցկացնելու եւ նաեւ ուրեմն լրատվամիջոցների միջոցով եւս մեկ անգամ բացահայտել։ Կարող ենք մի փոքր ավելի բաց խոսել։ Նստածույցը սոցիալական, այդ հանրահավաքը նստածույց սոցիալական է թե քաղաքական։ Հանրահավաքը իրավունքների մասին է, իսկ իրավունքները չեն կարող միայն լինել սոցիալական, իրավունքները լինում են նաեւ քաղաքական։ Ընդ որում պետք է տարանջատենք ոչ թե ներքաղաքականի մասին է խոսքը, այսինքն ոչ թե ինչ որ Հայաստանի ներքին քաղաքական կյանքին վերաբերող հարցերի։ Հասկացանք այս ուղղությամբ։ Ես գիտեմ, որ արցախցիները գեներացնում են ներքաղաքական նոր process։ Ես գիտեմ, որ ոչ թե կասկածանք, այլ շատ ավելի կընդհանրեի պետական քարոզչամեքենա եւ կոնկրետ քարոզիչների կողմից այս ամեն ինչը այդ քողի տակ ներկայացնելու միտում եմ տեսնում, ինչը մեծ հաշվով իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ խորագիրը հայտարարված եղել է հանուն Արցախի ժողովրդի իրավունքների։ Հասկանալի է, բայց նստածույցի կամ հանրահավաքի մասնակիցները որևէ պահի քաղաքական ինչ որ շրջանակի կարիքը չեն զգալ։ Ինչ նկատի ունեք։ Նկատի ունեմ հանրահավաքային ալիքը ավելի մեծացնելու, ավելի տարածելու։ Հանրահավաք հայտարարելուց հետո տարբեր քաղաքական միավորների կողմից Հայաստանի Հանրապետության եղել են հայտարարություններ, որ մենք պատրաստ են կանգնել Արցախի ժողովրդի այո, եղել են եւ մասնակցություն ունեցել են Ազատության հրապարակում, եղել են նաեւ Հայաստանի քաղաքական տարբեր միավորների ներկայացուցիչներ, բայց ըստ էության հանրահավաքի բովանդակությունը եւ պահանջները դրանից չի։ Իմ ասածը դա չէ։ Հանրահավաքը ունի քաղաքական հովանավոր, թե ոչ։ Ոչ։ Հանրահավաքի հովանավորը Արցախի ժողովուրդն է, այդ խորհուրդը, որը որ ձևավորվել է, խորհուրդը ներառում է միջև դա ձևավորվել էր Արցախյան ՀԿ-ների միավորում, այսպես ասած, մի հատ հարթակ, որտեղ որ 60-ից թե 70-ից ավելի Արցախյան ՀԿ-ներ են մասնակցում, եւ այդ ՀԿ-ների որոշմամբ նաեւ ձևավորվել է խորհուրդ, որում ընդգրկված են արցախցիներ, այդ միավորման մեջ չկազմող, եւ այդ խորհուրդը որոշել է, որ այս ծանր իրավիճակում պետք է հանրահավաք անցկացնել։ Ինչու հիմա։ Հիմա է ծանրացել իրավիճակը։ Այո, որովհետև ապրիլից սկսած դադարեցվում է արցախցիներին տրվող կեցության եւ այլ ծախսերի համար բնակարանային կեցության եւ այլ ծախսերի համար տրվող սոցիալական աջակցության ծրագիրը, ինչը նշանակում է, որ ընդամենը 1 շաբաթ 10 օրից հազարավոր ընտանիքներ մնալու են անօթևան եւ չքավորության մեջ։ Այսօր բայց ներողություն, ես ուզում եմ, որ շատ հստակ լինենք այդ հարցում, սա այն կարևոր հարցն է, որ երբեմն փորձում է մանիպուլյացիաների ենթարկել, որ մարդիկ դուրս են եկել իրենց ինչ որ փող են ուզում պետությունից եւ այլ, բայց ես օրինակ դա այդպես չեմ մեկնաբանում, մարդիկ ուզում են մնալ Հայաստանի Հանրապետությունում եւ մարդիկ ակնկալում են, որ իրենց Հայաստանի Հանրապետությունում մնալու համար պետությունը պետք է աջակցություն ցուցաբերի։ Լրատվականներից մեկով լսում էի Արցախի բնակչուհու խոսք, որտեղ ասում էր. ես Հայաստանի անձնագիր չեմ ուզում եւ չեմ վերցնի, բայց պետք է ինձ վճարեք այստեղ ապրելու համար։ Կբացատրեք այդ։ Եկեք սկզբից բացատրեմ, որ ես տարբեր առիթներով էլ ասել եմ, որ Արցախի ժողովուրդը Երևի դուք էլ եք հանդիպել, որ կան մարդիկ, ովքեր չեն ուզում։ Միանշանակ ես հենց դրանից եմ ուզում սկսել, որ Արցախի
ժողովրդի մեջ կա այդ հարցի շուրջ կոնսենսուս չկա քաղաքացիություն վերցնել եւ չվերցնելու հարցում եւ դրա եւ պատճառներից հիմնականը նա է առաջինը վերադարձի իրավունքի կորուստի վերաբերյալ մտահոգություններ, որոնք միջև այսօր կառավարության կողմից փարատված չեն, երբ որ մարդիկ տեսնում են, որ վերադարձի իրավունքի մասին Հայաստանի իշխանությունները պաշտոնական մակարդակում ոչինչ չեն խոսում, մարդկանց մոտ խորանում է այդ մտահոգությունը, որ ես քաղաքացիություն ձեռք բերելով կարող է կորցնեմ այդ իրավունքը, ինչը անկեղծորեն պետք է ասեմ միջազգային իրավունքի մասնագետները հակառակն են պնդում, որ դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ, այս մեկ, բայց այստեղ միայն իրավական հարցը չէ, այստեղ նաև սոցիալ-հոգեբանական հարց է եւ այդ մարդիկ պետք է հստակ համոզված լինեն, որ դա չի ազդելու իրենց այդ իրավունքի վրա, այդ մեկ։ Երկրորդ, մի խումբ կա, որը պնդում է, որ մենք եղել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչի համար են մեզ դրդում նորից գնալ դիմում գրել եւ նորից դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Իրենց կայացրած որոշմամբ մեզ զրկել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, հիմա նորից դրդում են դիմելու եւ ստանալ։ Այսինքն այս հարցի վերաբերյալ տարբեր է մոտեցումները եւ տարբեր են դիրքորոշումները։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Տիկին ասում է, որ ինձ պետք է տրվեն ուրեմն տրվեն աջակցություններ, պարոն Ացականյան, տեղահանվածներին կամ փախստականներին աջակցությունը տրվում է սոցիալական կարիքի հիման վրա եւ ոչ թե իրավական կարգավիճակի հիման վրա։ Եվ դա այդպես է ամբողջ աշխարհում եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա մի փոքր ավելի բարձրացնենք նշաձողը։ Հանրահավաքի մասնակիցները, նստածույցի մասնակիցները պահանջում են ապահովել Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը Արցախ։ Ումից են պահանջում։ Հանրահավաքի մասնակիցները եւ կոնկրետ այդ թեմայով ելույթով ես այս կտորը վերցրել էի այդ հայտարարությունից։ Այո, եւ նաեւ հանրահավաքի ժամանակ իմ ելույթի մեջ եմ ես խոսել հավաքական վերադարձի մասին եւ ձևակերպումը հետեւյալն է, ընդհանրապես պահանջը ձևակերպված է հետեւյալ կերպ, որ հարցը մտցնել բանակցային գործընթացի օրակարգ։ Այսինքն պարտադիր Հայաստանը մենք համարում ենք հնարավոր, որ այդ հարցը ոչ միայն հնարավոր, այլ համարում ենք պարտադիր, որ որևէ այլ երկիր, քան Հայաստանը այդ հարցը օրակարգ դարձնելու մեծ հաշվով լեգիտիմությունը չունի։ Երբ որ մենք փորձում ենք օրեր առաջ Շվեյցարիայի մասին չէ խոսքը, խոսքը կարողության մասին է, խոսքը հնարավորության մասին է։ Մենք մեր գերիներին չենք կարողանում հետ բերել։ Դուք պահանջում եք վերադարձ։ Մենք պահանջում ենք հարցը օրակարգ մտցնել, մենք պահանջում ենք այդ թեմայի շուրջ քննարկումներ սկսել։ Մենք չենք պահանջում, որ պարզ է այս իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը չի ասելու հենց հիմա վերադառնում են արցախցիները, բայց եթե այդ հարցը ընդհանրապես չի քննարկվում, չկա այդ պլատֆորմը, որտեղ թեկուզ Արցախի ներկայացուցիչները կարողանան ներկա լինել եւ քննարկել հավաքական վերադարձի հնարավորությունը կամ պայմանները։ Հիմա Շվեյցարիայի նման պետությունը, որ երկու պալատների կողմից ընդունում է բանաձև, որը վերահաստատում է վերադարձի իրավունքը, իսկ դրանց զուգահեռ ձեռքերը շատ ազատ են, կարող է անել։ Ես ուրիշ նրբություն եմ նկատում։ Դուք գիտեք ինչի մասին եմ ես խոսում։ Հայաստանը արդյոք աշխատում է Շվեյցարիայի նման ձեռքերը բաց ունեցող երկրների հետ, որ այդ երկրների միջոցով այս հարցը պետք է աշխատել, ճիշտ եք ասում։ Հենց դրա մասին է խոսքը, բայց մենք ձեր ֆունկցիաներից մեկն էլ դա է, որ միջազգային բոլոր կառույցների դռները բաց պահել Արցախի իրավունքը։ Եվ մենք փորձում ենք կարողությունների շրջանակներում դա անել, բայց երբ որ Շվեյցարիայի խորհրդարանում քննարկման ժամանակ Շվեյցարիայի արտգործնախարարը ելույթում ասում է մենք այս հարցով դիմել ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչներին եւ նրանք շահագրգռված չեն, այստեղ մենք հանդիպում ենք լրջակուն բարիերի, որովհետեւ միշտ էլ առաջանում է այդ հարցը, բա ուր է Հայաստանը։ Հարգելի գերամ, տեսեք, ես ինձ համար շատ այսպես տանջող հարց է դա, որովհետև այն չարաբաստիկ օրերից, որ մենք գալիս ենք մինչև այսօր, ես ուզում եմ այդ օրերից մի օրինակ բերել, որ Արցախի իշխանություններին չհաջողվեց Ադրբեջանի հետ բանակցել անգամ մի միջանցքի հարցում, չհաջողվեց բանակցել ինչ որ կարգավիճակի ձեռքբերման, որին կարծես թե պատրաստ էր Ադրբեջանը, բայց ինչ պայմաններում եւ ինչպես դա էլ չհաջողվեց։ Հիմա մենք այդ ամենը կորցրել ենք։ Հայաստանի իշխանությանը ասում են գնա վերադարձրու մեր Արցախ վերադառնալու իրավունքը։ Ես ուզում եմ օբյեկտիվ լինենք մենք եւ դրա հնարավորության գոնե մի քանի տոկոսը կարողանանք ֆիքսել հիմա։ Հայաստանի իշխանությանը ասվում է, որ վերադարձի իրավունքը տարբեր ֆորմատներում քննարկումների ժամանակ
անել այնպես, որ դա դառնա քննարկման առարկա եւ դա կարվի ուղիղ Ադրբեջանին դա ասելով, դա կարվի միջազգային հարթակներում ունեցած բարեկամական երկրների միջոցով, թե կարվի, չգիտեմ, այսինքն կարելի է չէ քննարկել։ Հիմա մենք Դուք այդտեղից իսկապես արդյոք եք սպասում, հա? Ես սպասում եմ արդյունք, որ այդ հարցը չի փակվի, մեծ հաշվով այս պահի դրությամբ բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ այս իրողություններում հարցը չփակելը ուրիշ բան է։ Հարցը իհարկե պետք է չփակել։ Հարցը փակելը դա կլինի, չգիտեմ ինչ հիմարություն։ Այո, հարցը չփակել նշանակում է խոսել այդ մարդկանց վերադարձի մասին։ Ինչպես այլ ձևով, ինչպես հարցը փայես բաց։ Այսինքն, եթե դու չես խոսում այդ հողի, այդ երկրի նկատմամբ քո ունեցած իրավունքներից, այդ թվում վերադարձի իրավունքից, մշակութային ժառանգության պահպանման իրավունքից եւ մնացած իրավունքներից, ինչպես եք պատկերացնում հարցը բաց պահել։ Խոսեցինք, հետո խոսում ենք, ամեն օր ասում ենք եւ այդ խոսույթը Հայաստանում գտնում է բացարձակ աջակցություն։ Այդ խոսույթը Հայաստանում, եթե մեր հայրենակիցների կողմից գտնում է բացարձակ աջակցություն, ապա Հայաստանի իշխանությունների կողմից պաշտոնյաների բերանով հնչում է, որ այդ հարցում մենք որևէ ձևով կողմ չենք, այսինքն քննարկման չենք մտնելու։ Ինչ եղել է այս մարդկանց հետ, հաշտվեք, ընդունեք իրականությունը ու ապրեք, ինտեգրվեք հայաստանյան իրականությանը։ Ես շատ լավ հասկանում եմ ձեր հարցերը եւ այնպես չի, որ այդ հարցերը միայն դուք եք տալիս, այդ հարցերը հաճախ նաեւ ես ինքս ինձ եմ տալիս, բայց եւ հասկանում եմ, որ այդ իմ իրավունքը ամրագրված է եւ իմ իրավունքը ես պատրաստ եմ պաշտպանել եւ առաջ մղել։ Եվ չգիտեմ 10 տարի հետո ինչ կլինի։